Վերջապես Գլենդելի Ալեքս թատրոնում մեծ անակնկալ ամերիկահայության համար Առավոտ կենենք սարը կկանչի զուրնի խաղը Չկանի օր, որ սիրտը իմ քեզ մորանա Թույլ դուր քեզ սիրեմ Կարչի մի տաչիմ հեռացնի քեզ կույար եմ Եվս մեկ համերգ դեկտեմբերի 20-ին ժամը 19-ին Տոմսերի համար այցելեք Ticket կայք կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով Ալիս Շարաֆյան PR մասնագետ խոսելու ենք այս տարի նախանշված մի քանի ծրագրերից Բարի լույս Ինչ ծրագիր է նախատեսվում այս տարի Ինչ նոր ծրագրեր ունեք Ողջույն, նախ եւ առաջ կցանկանայի խոսել ձևաչափի մասին։ Յուրաքանչյուր տարի Հայաստան համայնքական հիմնադրամն իրականացնում էր հերոստամարաթոն, սակայն այս տարի փոխեցինք ձևաչափը եւ վերածեցինք դրամահավաք արշավի, որը երկարատև է ավելի լինելու եւ ավելի շատ գնալու ենք նաեւ հանրայնացման ուղով։ Եվ ծրագրի նպատակը այս տարի մեկն է վերակառուցել Սպանդարյանի ջրանցքը, որը ունի ջրի 70 կորուստ եւ այդ արդյունքում կոռոգվի 2800 հեկտար եւ բավականին շատ շահառուներ կունենանք եւ 6 գյուղ կունենա ոռոգելի խմելու ջուր։ Դրանք Սառնակունքն են, Շաքին, Իշխանասարը, Ծղուկը, Սպանդարյանը, Անգեղակոթը, այդ գյուղերը։ Կարծես թե այս ուղղությունն է հիմնադրամը ընտրել այս տարի, որպեսզի հանգանակությունը փոխանցի, ինչով է սա կարևոր, ինչու հենց այս ուղղությունը։ Ինչպես գիտենք, հիմնադրամը ամեն տարի ունենում է մի կոնկրետ ուղղություն եւ այս տարվա ուղղությունը, ինչպես արդեն Ձյաննը նշեց, դա Սպանդարյանի Սյունիքում գտնվող Սիսիան համայնքում գտնվող Սպանդարյան ջրանցքի վերակառուցումն է։ Ինչով է կարևոր բնականաբար այս ծրագրի իրականացումը, ինչպես գիտենք, ամբողջ աշխարհում մենք ունենք ջրի խնդիր, ջրի կորուստի խնդիր։ Իհարկե մենք դա չենք տեսնում հենց կոնկրետ Հայաստանում, բայց քանի գնա եւ քանի մեր սերունդները ավելի, այսինքն մենք ունենանք մեր սերունդներին, մենք կհասկանանք, որ մենք ունենք կոնկրետ ջրի խնդիր եւ այս ջրի խնդիրը պետք է լուծել ոչ միայն Սյունիքում բնականաբար, դա պետք է լուծենք ամբողջ Հայաստանում եւ ընդհանրապես այս խնդրին պետք է կոնկրետ ուղղությունով կարողանանք հասցեագրել եւ Հայաստան համայնքական հիմնադրամը իր Ֆրանսիայի տեղական մարմնի աջակցությամբ նաև իրականացրեց Սպանդարյանի առաջին փուլի Սպանդարյան ջրանցքի վերակառուցումը, որը 8 կիլոմետր էր, բայց մենք ունենք դեռ մնացած արդեն 32 կիլոմետր ջրանցքի վերակառուցման ծրագիրը, որը կարծում ենք, որ պետք է համայն հայության ուժերով եւ համայն հայության ջանքերով կարողանանք իրականացնել եւ այդ համայնքների բնակիչները կարողանան ունենալ ջուր, ջրի ոռոգման խնդիրը կարողանանք լուծել եւ դա իհարկե կբերի եւ գյուղատնտեսության զարգացմանը եւ կյանքի որակի փոփոխությանը, որովհետեւ ինչպես գիտենք ջուրը դա կյանք է եւ մեզ համար ջուրը ամենակարևոր ռեսուրսն է, որը պետք է ճիշտ օգտագործենք։ Եվ պետք է պահպանենք ջրային պաշարները, նաեւ ցանկանում էի հավելել, որ մեր խորագիրն է այս տարի հայրենիք եւ հավերժություն եւ հերոստամարաթոնը միայն մեկ օրով երբևէ չի սահմանափակվել։ Հայաստան համայնքական հիմնադրամի հանգանակությունները յուրաքանչյուր տարի նոյեմբերի 27-ին է կայացել եւ նոյեմբերի 27-ից մինչեւ հաջորդ տարվա նոյեմբերի 27-ը հանգանակություններ կարող են իրականացնել։ Իսկ ինչպես կարող են մեր հայրենակիցները տեղեկանալ ծրագրերի մասին եւ ամենակարևորը ինչպես կարող են հանգանակություն անել։ Մեր կայք էջը հասանելի է նաև մեր տեղեկատվությունները նաև սոցցանցերում են սփռված կայք էջում կարող են մուտք գործել donate-հիմնադրամ.org այնտեղ արդեն լրացնել անուն ազգանուն էլեկտրոնային հասցե եւ նվիրատվությունը կատարել միանգամյա կամ պարբերական նաև կարող են այցելել հայփոստի տարբեր բաժանմունքներ Երևանում եւ մարզերում 8000 կարճ համարին իրենց անունը SMS անել եւ 1000 դրամի չափով նաև հանգանակություն անել, ինչու ոչ, նաև այցելել գրասենյակ կամ զանգահարել պարզապես հիմնադրամի հեռախոսահամարին, որը տեղադրված է մեր բոլոր սոցիալական հարթակներում։ Դուք նշեցիք կարգախոսը, հայրենիք հավերժություն, շատ խոսուն կարգախոս է իրականում։ Ինչ է այն հավերժացնում իր մեջ։
Ինչպես գիտենք, մենք բոլորս, այսինքն մենք նաև կարծում ենք, որ աշխարհում կան այնպիսի փոփոխություններ, որ պետք է մենք բոլորս համընթաց գնանք, ու դրանք կլինեն տեխնոլոգիական, դրանք կլինեն աշխարհաքաղաքական, բայց համենայն դեպս մենք բոլորս մնում ենք մեկ տեղի, այսինքն մեկ համայնքի եւ մեկ հայրենիքի շուրջ, մենք հայերս բոլորս, եւ կարծում ենք, որ հայրենիքի հավերժությունը դա նաև կախված է մեզանից եւ մեր հաջորդ սերունդների համար, եթե մենք ուզում ենք ունենալ բարեկեցիկ ապագա, մենք պետք է այս պահին մեր հայրենիքը այնպես պահենք, այնպես պահպանենք եւ այն փոքր խնդիրները, որոնք որ մենք ունենք եւ նաեւ մեծ խնդիրները, ինչու ոչ, որոնք որ ունենք, պետք է պահպանենք այնպես, որ մեր հաջորդ գալիք սերունդները այդ խնդիրներին չբախվեն եւ հավերժացնենք այն, ինչ ունենք այս պահին։ Մեր հայրենիքի շուրջ կարծում եմ մենք բոլորս ենք հավաքվում եւ մեր հայրենիքի շուրջ կարող ենք համախմբվել այն գաղափարները, որոնք որ մենք ունենք եւ հիմնադրամը դա այսօր անում է եւ ինչքան էլ մենք ունենք նաև մեկ ուրիշ կարգախոս, որ մեր գործը գուցե եւ մեկ կաթիլ է այս ամբողջ իրականության մեջ, բայց մեր փոքրիկ կաթիլները մեկ օր կդառնան մի ամբողջ ծով օվկիանոս, ինչու՞ ոչ։ Նաև հավելեմ, որ Հայաստան համայնքական հիմնադրամի գործունեության հիմքում մշտապես կարևորագույն խնդիրներից է եղել կենսունակություն ապահովել սահմանային համայնքներին եւ տարիներ շարունակ մենք բազմոլորտ ծրագրեր ենք իրականացրել այդ ուղղությամբ, այդ առումով եւ բարձրացրել ենք կյանքի որակը եւ տնտեսապես զարգացրել ենք այդ համայնքները։ Դիանա, սկզբանե նշեցիք, որ այս տարի ձևաչափը փոխվել է հեռուստամարաթոնից դեպի արշավ գալով։ Արդյոք սա նոր ժամանակի հետ զուգահեռ քայլելու միտում է եւ ինչքանով է, այսպես ասած, ավելի շահավետ, օգտակար մեդիայով, PR-ով, սոցցանցերով, ինչու ոչ տարածել այս նախագիծը, կարևորագույն նախագիծը։ Այո, իհարկե, Հայաստան համայնքական հիմնադրամի մասին բոլորը տեղյակ են եղել, սակայն տարիներ շարունակ, տարիներ անց մի փոքր նվազել է մանավանդ երիտասարդության շրջանում եւ մեր խնդիրներ, որպեսզի իրենք եւս ճանաչեն մեզ Հայաստան համայնքական հիմնադրամի գործունեությանը, առնչվեն եւ մենք այս տարի որոշեցինք արդեն եթեր է հեռարձակվել 4 ոդքասթ, յուրաքանչյուր ոդքասթում 4 մասնակից խոսում էին հայրենիքի, ջրի, հացի, կենսունակություն հաղորդելու Հայաստանի մասին, որը նաև, այսինքն այն, որ զրույցների ենք վերածել մեր ձևաչափը եւ երիտասարդներին տեղեկացնում ենք առհասարակ մարդիկ ինչ են կարծում, թե ինչ է անհրաժեշտ իրենց երկրի համար, մենք չենք ընտրում, այսինքն իրենք են իրենց խոսքով ասում, թե ինչ է մեզ անհրաժեշտ, մենք էլ դա իրագործում ենք։ Երբ խոսքը գնում է նվիրատվությունների մասին, մարդիկ մտածում են, որ պետք է մեծ գումարի չափով նվիրատվություն կատարեն, որպեսզի ինչ որ օգուտ լինի, բայց նշեցիք, որ կարելի է SMS հաղորդագրության միջոցով ընդամենը 1000 դրամ նվիրատվություն անել։ Ինչքանով է կարևոր այս փոքրիկ մասնակցությունը յուրաքանչյուրիս կողմից։ Կարծում եմ ամեն մեկիս կողմից մեր փոքրիկ թեկուս նաև 1000 դրամը կարող է մեծ փոփոխության բերել։ Եվ այս ծրագրի հիմնական նպատակն է, որ ամեն մեկից ջանքերով կարող ենք այս ջրանցքի վերակառուցումը դարձնել իրականություն։ Ու այս մարդիկ, ովքեր որ բնակիչները, ովքեր որ այնտեղ ապրում են, մեր շահառուները, ովքեր որ բնակվում են այնտեղ, իրենք էլ են կարծում, որ այն ամենափոքրիկ թեկուս դա կլինի 1000 դրամ թեկուս, դա կլինի ձեր սուրճի 1 գավաթ սուրճի գումարը, դա կարևոր է, ուղղակի կարևոր է նաև, որովհետև մենք կարծում ենք, որ ամեն ոք պետք է նաև կարևոր է, որ ունենա իր ջանքը, իր ներդրումը ցանկացած գործում, բայց հայրենիքի զարգացման գործում ամենակարևորը դա ամեն մեկիս ներդրումն է եւ թեկուզ շատ փոքրիկ ներդրում, բնականաբար որևէ մեկը չի ցանկանում, որ բոլորս ցանկանում ենք, որ դա լինի մեծ եւ դա լինի շատ որոշիչ ներդրում, բայց քանի որ բնականաբար հասկանալի է, որ Հայաստանում ունենք սոցիալ-տնտեսական խնդիրներ, մենք հասկանում ենք, որ մեր նաև միտումը պետք է լինի ամենափոքրիկ թեկուզ 1000 դրամը կարևորել ու այդ փոքրիկ 1000 դրամը կարող է ներդրվել այս ծրագրի գործում։ Աջակցությունը սպասվում է ոչ միայն Հայաստանից, այլ նաև Սփյուռքից եւ որ երկրից է ամենաշատ, ամենամեծ աջակցությունը սպասվում այս տարի։
Տեսեք Հայաստան համահայկական հիմնադրամը այդ ցանցային միակ կառույցներից է թերևս եւ յուրաքանչյուր տարի ունի 19 տեղական մարմին 18 երկրներում եւ յուրաքանչյուր տարի բոլորը այդպես իրենց երկրներում մարաթոններ են կազմակերպում եւ ֆոնետոն մարաթոններ եւ այդպես հերոստամարաթոններ եւ փոխանցում են գումարները մեզ սակայն այդ օրերին տեղի չեն տարվա կտրվածքով է դա լինում հերոստամարաթոնի օրը եւ դրանից առաջ Ֆրանսիայի տեղական մարմինն է մեր անցկացնում ֆոնետոն այս տարի արդեն հերոստամարաթոնի ձևաչափով էր հիմնականում Միացյալ Նահանգներում է որ ի սկզբանե հիմքը դրվել էր հերոստամարաթոնի Սակայն գումարների մասով մենք դա ամփոփում ենք դեկտեմբերի վերջ, այսինքն չենք կարող որևիցե գումարի հստակ այդպես թիվ ասել։ Ինչու է կարևոր նմանատիպ ծրագրերը ոչ միայն իրագործվի պետության կողմից, այլ նաև նմանատիպ հիմնադրամների կողմից։ Ինչով է սա կարևորվում։ Մենք պետության օգնող ձեռքն ենք, եթե ճիշտ կասեմ, մենք փորձում ենք պետությանը օգնել այն հատվածներում, որտեղ իսկապես կա կարիք եւ այդտեղ պետությունը ինչ որ չափով թե ռեսուրսային առումով թե նաև մասշտաբային առումով հնարավորինս չափով չի կարողանում եւ նույնիսկ եթե կարողանում է մենք փորձում ենք աջակից լինել եւ մենք այն աջակից ձեռքն ենք որտեղ որ ուղղակի ինչ որ չափով կարող ենք իրականացնել այն ծրագրեր այն գործառույթը, որը շատ անգամ պետությունը ուղղակի չի հասցնում այդ ամենը իրագործել եւ այս ջրային պաշարների ռեսուրսների մասով պետությունը ինքը շատ ավելի մեծ ծրագրեր է իրականացնում, բայց նաեւ մենք փորձում ենք ինչ որ չափով աջակից լինել ու կարողանալ ուղղակի ձեռք մեկնել օգնության ձեռք մեկնել այսպես ծրագրերը իրականացնելու գործում։ Իսկապես շնորհակալություն համահայկական հիմնադրամին նման կարևորագույն խնդիրներ բարձրացնելու եւ դրանց լուծումներ տալու համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում էին Դիանա Գաբրիելյանը եւ Ալիս Շարաֆյանը։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար։ Իսկ մենք անցնենք առաջ եւ հիմա խոսքը փոխանցելու եմ իմ գործընկերոջում Անոյին, տեսնեմ թե ինչ խորհուրդներ է տալու այս առավոտ առողջ ապրելու համար։